Ինչ տեղի կունենա, եթե տիեզերքում հրազենից կրակենք։ Չնայած, որ կրակը չի կարող այրվել առանց թթվածնի տիեզերական վակուումում, զենքը կրակել այնուամենայնիվ կարող է։ Ժամանակակից զինամթերքը պարունակում է այնպիսի քիմիական տարրերով վառոդ, որը կարող է պայթել առանց թթվածնի։ Ի դեպ, տիեզերքում կրակոցը կլինի անձայն, քանի որ չկա օդ, որով կարող են անցնել ձայնային ալիքները։ Այնպես որ տիեզերական պայթյունների եւ կրակոցների այն բոլոր ձայները, որոնց հանդիպում ենք ֆիլմերում, չափազանցություն են։ Ինչևէ, ի տարբերություն երկրի, բաց տիեզերքում կրակելուց հետո հրաձիգը հետ կշպրտվի հակառակ ուղղությամբ չափավոր արագությամբ, որը կախված կլինի զենքի եւ փամփուշտի զանգվածից ու կրակոցի ուժից։ Դա տեղի կունենա համաձայն Նյուտոնի երրորդ օրենքի՝ գործողություն եւ հակադարձ գործողություն։ Երկրի վրա ձգողականությունն օգնում է հրաձիգին վերահսկել հետհարվածը եւ մնալ հարաբերականորեն կայուն դիրքում։ Իսկ փամփուշտը օդային դիմադրության բացակայության պայմաններում կշարունակի անվերջ սլանալ մինչեւ որևէ խոչընդոտի բախվի, օրինակ արբանյակի կամ տիեզերանավի։ Իսկ մեծ օբյեկտներին, օրինակ մոլորակներին մոտենալիս կսկսի շարժվել դրանց ուղեծրով, բայց նույնիսկ եթե որևէ խոչընդոտի չհանդիպի, այն միևնույն է չի կարողանա փախչել տիեզերքից։